Բարի օր, ձեզ հետ կրկին Կարենն է։ Մենք շարունակում ենք ուսումնասիրել մեր սոֆտ ընկերության վաճառքի և պահեստների կառավարման ծրագրի գործառույթները։ Այսօր խոսելու ենք, թե ինչպես պետք է նոր աշխատակից գրանցել։ Աշխատակիցների ցանկը, ինչպես նաև ստեղծելու հնարավորությունը ծրագրում հասանելի է երկու պատուհանում։ Առաջինը սկիզբ, տեղեկատուներ, աշխատակից, աշխատակիցներ պատուհանում, իսկ երկրորդը սկիզբ, կազմակերպության տվյալներ, աշխատակից պատուհանում։ Երկու դեպքում էլ մենք տեսնում ենք ծրագրում գրանցված աշխատակիցների ցանկը, իսկ վերևի հատվածում գործիքների վահանակը։ Նոր աշխատակից ավելացնելու համար պետք է սեղմել նոր հրահանգը։ Բացված պատուհանի համապատասխան դաշտերում մուտք ենք անում աշխատակցի անունը, ազգանունը, հայրանունը, ապա ընտրում ենք աշխատակցի սեռը բացվող ցանկից։ Այլ անուն դաշտը օգտագործվում է որպես նշում։ Հաջորդ քայլով մուտք ենք անում աշխատակցի անձնագրային տվյալները։ Ծննդյան ամսաթիվը, համարը, ում կողմից է տրվել, երբ է տրվել, բավերը մինչև, ազգությունը, ինչպես նաև համապատասխան դաշտում ավելացնում ենք սոցքարտի համարը։ Մեր աշխատակիցների ցանկը կարող է նաև կոդավորված լինել։ Օրինակ, որպես կոդ կարող է ծառայել տաբելային համարը, այլ ծրագրերի հետ ինտեգրման համար, սակայն կոդ դաշտը պարտադիր դաշտ չէ և կարող եք չլրացնել։ Օգտագործող դաշտի բացվող ցանկից ընտրում ենք, թե ինչպիսի դեր ունի մեր աշխատակիցը ծրագրում, այսպիսով սահմանելով իր արտոնությունները ծրագրում։ Պաշտոն դաշտի բացվող ցանկից ընտրում ենք նախապես գրանցված պաշտոններից անհրաժեշտ պաշտոնը։ Հեռախոսահամարներ դաշտի վրա սեղմելիս բացվում է համապատասխան ենթապատուհանը։ Այս ենթապատուհանում առաջինը պետք է ընտրել հեռախոսահամարի տեսակը։ Հետո հարակից դաշտում մուտք անել հեռախոսահամարը և սեղմել ավելացնել ստեղնը։ Մեկ աշխատակցին կարելի է կցել բազմաթիվ համարներ։ Նույն տրամաբանությամբ ավելացնում ենք աշխատակցի էլեկտրոնային հասցեն։ Էլեկտրոնային հասցեներ դաշտի վրա սեղմելիս բացվում է ենթապատուհանը, որում ընտրում ենք էլեկտրոնային հասցեի տեսակը։ Մուտք անում աշխատակցի էլեկտրոնային հասցեն և ավելացնել կոճակի միջոցով ավելացնում ցանկին։ Հաջորդ դաշտերը աշխատակցի հասցեներն են։ Գրանցման հասցեն իր ինդեքսով ավելացնում ենք համապատասխան դաշտում, իսկ բնակությանը իր ինդեքսով համապատասխան դաշտում։ Երբ բոլոր անհրաժեշտ դաշտերը լրացված են, աշխատակցին հիշելու համար սեղմում ենք գրանցել կոճակը, որից հետո աշխատակիցը կհայտնվի աշխատակիցների ցանկում և հասանելի կլինի ծրագրի բոլոր համապատասխան դաշտերի բացվող ցանկերում։ Հուսով եմ այս նյութը օգտակար է ձեզ համար։ Ծրագրի մասին այլ նյութերին ծանոթանալու համար, ինչպես հարցերի և առաջարկների դեպքում այցելեք մեր կայք կամ գրեք մեր էլեկտրոնային հասցեին։ Շնորհակալություն ուշադրության համար, ցտեսություն։